համակարգի միջոցով դրանց հարցերը պետք է դրական լուծում ստանան։ Ես մոտեցա բանկը ասեցի, եթե գումար, եթե վարկ է ձևակերպված, ապա ինչու IP ադրեսը եթե փոխվել է, իմ հեռախոսով ասենք մուտք եմ գործել մոբայլ հավելված, բավականին երկար ժամանակ պտտեց, որ իբրև թե տվյալներս է ստուգում, այնուհետև անջատեցի մտածելով, որ ինտերնետի հետ խնդիր կա, դե ոչ բացվեց, ոչ նամակ եկավ։ 5 րոպե հետո եկավ պատասխան, որ ձեր դիմումի համաձայն դուք վարկավորված եք։ Զանգել եմ բանկ, մոտեցել եմ գլխամաս, ասում եմ, եթե ես չեմ արել, իմ հեռախոսով միայն մոբայլ հավելված եմ մուտք գործել ու վերջ։ Ինչու IP ադրեսը ձեր անվտանգության համակարգը չի տեսել։ Ասես մենք չունենք նման համակարգ, մեր անվտանգությունը չի կարող ստուգել։ Ասում եմ, եթե փոխանցում եմ կատարում մի հաշվից մյուս հաշիվ, ինչի ինձ կոդ չի գալիս SMS։ Ասես մեր բանկը դա էլ չունի։ Այսինքն սրանք բացթողումներ են, որոնք ունի բանկային համակարգը։ Ինչպես նաև կան բացթողումներ մեդիա դաշտում։ Նույն բանկը ինձ ասում է, խակերը ջարդել է մեր էջը եւ նույնատիպ էջ արել մոբայլ հավելվածի եւ ուղարկում է մարդկանց։ Ես ինչքանով պիտի կրթված լինեմ, եթե ես IT ոլորտի մասնագետ չեմ, այդ ինչպես պետք է ամբողջը բացեմ, կարդամ, տեսնեմ, որ դա խակեր է եւ մուտք չգործեմ։ Ես էջը իրանց ցույց եմ տալիս, ստեղ եմ մուտք գործել, նման է ձեր էջին, թե ոչ։ Ասես նույնականացված, լրիվ մեր էջն է։ Ասես դուք չեք կարող իմանալ, որ սա մենք չենք։ Բայց ինչի՞ չեք մի բան անում, որպեսզի խակերները չկարողանան կոտրեն, կամ միգուցե ինչ-որ, չգիտեմ, հավելյալ SMS-ով մի հատ զանգեիք, մի հատ ճշտեիք, ասում է դե այդ համակարգը չունենք։ Հունվարից հետո նոր համակարգը մտցրել են բանկ, ասում է այսուհետ մեր անվտանգությունը կճանաչի IP ադրեսների տարբերությունը։ Բայց ես միջև հունվար եմ ես պատմության մեջ, դա ոնց ենք անելու։ Ես հասկանում եմ, որ մարդկային գործոնն էլ կարող է լինել։ Կարող ենք մենք էլ մուտք գործել, կարող ենք մենք էլ սխալ անենք։ Քնի չասում է դու կոդն էլ հավաքիր, մեկը չէիր իմանա, որ դա բանկը չի։ Այդ դեպքում ո՞նց ենք անում։ Կարծում անել, թե ձեր անունով բացված այդ վարկը ինչ հաշվի համար է փոխանցվել։ Ինձ միայն տվել են միջանցիկ հաշվի համար, որը հենց կոնկրետ Արշին բանկի հաշվի համարն է եղել, այնուհետև ասեցին, որ փոխանցվել է 2 այլ համարների, որոնք ինձ չտրամադրեցին, ասես միայն քննչականը թող մոտենա դիմումով իրենց կտրամադրենք, բայց աշխատակիցը անմիջապես ասեց, դե սա սովորական ձեռագիր է, փոխանցված է Ռուսաստան։ Որի համար 3 օր հետո ինձանից գանձել են միջնորդավճար 8000 դրամի շրջանակներում, մոտեցել եմ բանկ, ասում եմ, ինչ փոխանցում է, որ ամեն մեկի համար 4000 դրամ է գանձել։ Ասես դե որ Ռուսաստան էքսպրես փոխանցում է կատարվում 4000 դրամ արժի ամեն փոխանցումը։ Այսինքն իրան գիտեն ուրա գնում, իրան գիտեն միջնորդավճարը, իրան գիտեն ուղղությունը եւ ինչ չեն տալիս ոչ մի տվյալներ։ Քաղվածք եմ ուզում, մեջը միայն գրված է այդ միջանցիկ հաշվի համարը, որի միջոցով փոխանցում է կատարվել այլ քարտերին։ Այլ քարտերի տվյալներ մինչև այսօր չունեմ ոչ ես, ոչ քննչականը։ Իսկ որքան ժամանակ է ինչ այդ վարկը դեկտեմբերի 23-ին։ Ինչ եք անում, չեք վճարում։ Ես չեմ վճարում, ոչ, բանկին է տեղեկացրել եմ, որ չեմ վճարելու, տարել եմ քրեական վարույթը ներկայացրել եմ, որի հիման վրա մերժման նամակ եմ ստացել, որ քրեական վարույթի համաձայն իրանք ինձ մերժում են, չունենալով դատարանի որոշում։ Կունենաք դատարանի որոշում, նոր կորոշեն, կասեցնում ենք ձեր վարկը, թե ոչ։ Բա դրա հաշվին կարող է ձեր վարկային պատմությունը։ Ես գիտեմ, կարող է ես ընկնեմ սև ցուցակ, կարող է վաղամիսօր կալանքի արդեն հասնի իմ այս ամբողջ ունեցվածքը, բայց ես միևնույնն է, երեք ստացել եմ զանգ, ասել եմ ինձ գրավոր տեսքով ուղարկեք ձեր պահանջները եւ բողոքները, ապացուցեք, որ վարկը ես եմ վերցրել, ես եմ հանել, ես եմ օգտագործել, ես էլ բերեմ վճարեմ։ Ես այդ գումարը չեմ տեսել, ոնց վճարեմ։ Իսկ on-line mail-ով ուղարկել են ձեզ պայմանագիրը այդ վարկի։ Ոչ։ Հաստատի քաղաքացիները վարկ չեն ստացել։ Հարգելիներս, որքան էլ որ կիբերհանցագործները